Բարև ձեզ, խաղաղություն ձեզ, ճիշտն ասած ուզում եմ շատ արդիական թեմայից խոսամ, ուզում եմ սիրելուց խոսամ, գիտեք սերը էդի զգացմունք չի, սիրահարվածությունը էդի զգացմունք է, եթե սիրահարվածությունով ինչ-որ մեկի հետ ամուսնանաս բաժանվելու ես, էդի միշտ հիշեք, գիտես եթե ինչ-որ կիրքի հիման վրա ես ինչ-որ մեկի հետ ամուսնանում կամ ինչ-որ կյանք ես ուզում կապես, իրականում բաժանվելու ես, սերը մանավանդ տղերքին է վերաբերվում, սեքսը չի ընկերներ, սերը գիտակցված ընտրություն է, որ դու որոշում ես կայացնում այդ մարդու հետ քո կյանքը կապես հավից է իրականում, որովհետև խնդիրը գիտեք որն է, որ չեք բավարարվում մի աղջկանով, գիտեք դաժե եթե գտնում եք աղջկերքի մեջի ծաղիկին, որ ձեր համար է նախատեսվել, Աստծո կողմից ստեղծվել այդ մարդը իր ամեն ինչով, չեք բավարարվում դրանից ընկերներ, ու գիտես խաղը, հարաբերությունները մենակ տանում է դեպի անեծքի, հիմա կասես ոնց, հիմա ուղիղ ձեզ բացատրեմ, տղերքին ու աղջկերքին լուրջ վերաբերվում, անանտ տղերքին, որ ամեն անգամ այդ անկողին են փոխում ինչ-որ մի հատ աղջկա հետ, ուրեմն, ասում ամեն մեղք մարմնից դուրս է կատարվում, երբ որ դու սուտ ես խոսում, մարմնիցը դուրս է տեղ ունենում, երբ որ դու գողություն ես անում, մարմնիցը դուրս է տեղ ունենում, դաժե երբ որ մարդ ես սպանում, քո մարմնից դուրս է տեղ ունենում այդ մեղքը, միայն սեռական հարաբերությունն է, որ տեղի է ունենում մարմնի ներսում, ու գիտես ինչ նախնդիրը, որ դու, երբ որ ինչ-որ մի հատ աղջկա հետ պարկում ես, հա, այդ աղջկա բոլոր մեղքերը վերցնում ես վրան։ Ու ձեզ եմ ասում, այն տղերքին, երիտասարդներին, չգիտեմ, տղամարդկանց, եթե իրականում, չգիտեմ, ում ուզում ա որ դրա մեջ է թող իրան բռնի։ Գիտես, այդ աղջկա բոլոր մեղքերը, հերիք չի քո մեղքերը, վերցնում ես իրականում քո վրա։ Ու գիտես, դա անպտուղ չի մնալու։ Թե երեխա ծնվելու, թե հետո ծնողներն են իրանց շուտ կյանքից իրականում գնալու, որովհետև քո մեղքը պտուղ է տալու։ Քո մեղքը, երբ որ համալրվում է, պատկերացիր, կոպիտ ասած, sense շատ կոպիտ օրինակով եմ ասում։ Ես մեղքի չափաբաժինի չգիտեմ, բայց մոտավոր օրինակով բացատրեմ։ Երբ որ դու ունես 1000 մեղք գործելու իրավունք, ու 1000 մեղքից հետո գալիս է մահվան դատավճիռը, երբ որ գործել ես 200-ը, ասենք քո կյանքում, գիտակից կյանքում, ու որ մի հատ աղջկա հետ պարկում ես տեղաշորի մեջ, իրականում, այդ աղջկա 400 մեղքը գալիս է քեզ։ Հələ հաշվեք դուք քանի հոգու հետ պարկ է։ Իրականում նորից եմ ասում, հələ Աստծո ողորմությունն է, որ դուք իրականում պրոստը կաք։ Ասենք, այդ ավարյաների մեջ որ ընկնում եք, ինչ որ մեծ խնդիրներ ալնում եք, ձեր երեխեքն ընկնում են հիվանդանոցներ, չգիտեմ, մեծ խնդիրներ եք ունենում։ Ոնց եք մտածում, այդ ինչա, տենց պրոստը դուք ձեր համար տենց արդար ապրում եք, ինչ որ տենց փորձություն գալի կպնում է ձեզ, չէ որ ձեր գործած իսկ մեղքերի հիման վրա է գալիս։ Պետք է չգիտեմ էլ ոնց կարամ ավելի པարզ ձեզ բացատրեմ, ընկերներ, բայց դա շատ մեծ մեղք է, մանավանդ այն տղերքին, որ իրականում անկողից անկողին ու աղջկերքին իրականում այդպես պղծելով ման են գալի։ Պետք է շատ չար է։ Դա ուղիղ ձեզ ասում եմ, դրանից չար բան չկա։ Ձեր ընտանիքները անիծված են լինելու, պրոստը անիծված են լինելու, որովհետև մեղքը վարձք ունի, ընկերներ։ Ու գրածա որ մեղքի վարձքը մահն է, որ դուք մեղք եք գործում այդ բանին չեք մահանում։ Հələ իրականում շատ տատի ողորմություն, իրականում շնորհակալություն խնդրեք Աստծուց, որ դա ի կատար չի ածում ձեր կյանքի նկատմամբ։ Սերը ընկերներ, գիտակցված ընտրություն է, որ իրականում գնում ես դեպի ընտրության, որոշում ես կայացնում, քոնն է, հասկանում ես, քոնն է, պետքա հոգ տանես, պետքա նեղացնես, պետքա սիրես, պետքա փայփայես, պետքա գորգորես, պետքա չգիտեմ հարմարվես, հնազանդվես, մի հարցի շուրջ որ քննարկում ես հասկանաս, ոչ թե մենակ եսը, որտեղ ասում եմ, սերը իրանը չի որոնում, չի գռգռվում, չի գայթակղվում, հասկանում ես, սերը բարի է, սերը քաղցր է, սերը համբերատար է, սերը սիրող է, ոնց ես բացատրեմ ընկերներ, իրականում այդ սերը շքեղ է, ձեր կյանքը իրականում են հարուստ տղամարդկանց կողքը սիրող կնանիք են եղել, դա միշտ հիշեք իրականում։ Ու դաժե երբ որ ձեր մոտ ստացվել է ինչ-որ բան, քանդվելու է ընկերներ, որովհետև մեղքը առանց հետևանք չի մնում, չի կարա մեղքը առանց հետևանք մնա։ Ինչքան է չտենակ, ինչքան է պատկերացնեք լավ դե Աստված երկնքում մենք երկրի վրա մենք մեր համար ինքը իր համար, չի կարա տենց լինի ընկերներ։ Այն ինչ որ կա, Աստծո իրականում հոգով է ներգործվում, ամեն ինչ թե չարն ու թե բարին իրականում թույլ է տրվում որ այդ ամեն ինչը ժամանակի հաշվին իրականում գա համալրման ու դատավճիռը կայացվի։ Իրականում անկեղծ sense մեկ նայում եմ իրականում այնքան խնդիր կա ընկերներ, այնքան խնդիր կա ու խոսքս նաև հիմա ուղղում եմ այն մարդկանց, այն երիտասարդ ընտանիքներին, որ քանդվելու եզրին են։ Ընկերներ, գրեք իրականում սիրով կօգնեմ ձեզ, շատ սիրով։ Կհասկանաք, որ իրականում ինչքան եք մեկը մյուսի սիրում։ Ինչքան մեծ է այն շքեղ սերը, որ իրականում ունեք, պրոստը ծածկել եք ինչ-որ ստի, ինչ-որ կեղծավորության հիման վրա, տենց մեծացել է, բերելա ձեր ընտանիքի քայքայմանը։ Եթե կան ընտանիքները տենց, գրեք, թե ամուսինը կգրի, թե կինը գրի, ցանկալի երկուսը թե գրեք։ Սիրով, դաժե պատրաստ եմ նստենք, իրար հետ երեքով նստենք ու այնպես գաղտնիքներ կբացեմ, որ ասես կնայեք, ասեք իրականում ես ինչ ասում։ Սրանով է ուզում կիսվել ընկերներ։ Սերը զգացմունք չի, սերը կիրք չի ընկերներ, սերը ընտրություն է, գիտակցված ընտրություն է, որ դու այդում ես այդ ճանապարհով ընտրել ես, որ գնաս։
Սիրեք ձեր կանանց, ընկերներ, շատ սիրեք ձեր կանանց։ Կանայք հնազանդ եղեք ձեր ամուսիններին։ Երբ որ ամուսին ունես, մի նայ ուրիշ տղամարդու։ Կանայք, սա ձեզ է վերաբերվում։ Սրանով եմ ուզում խոսալ, իրականում այսօր սա դիսկ կար, որ դրել էր Աստված, որ կիսվեն ձեր հետ։ Իսկ սա ընկերներ, կամենում եմ, որ ձեր ընտանիքները ամուր լինեն։ Եթե մտածում եք ձեր կինը իրականում ինչ-որ բանով թերանում է, չես գտնի ուրիշին։ Եթե իրանից բաժանվես, միշտ բաժանված ես լինելու, միշտ այդ խնդիրը լինելու է։ Սրանով եմ ուզում խոսալ, ընկերներ, սրանից եմ ուզում կիսվել։ Օրհնում եմ ձեզ, հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։